Շնորհակալություն, մեծարգո ազգային ժողովի փոխոսակներ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ձեզ եմ ներկայացնում ռազմարտունաբերական համալիրի մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որը միտված է բարելավելու մեր ռազմարտունաբերության ոլորտում պետական ռեսուրսների առավել արդյունավետ ու նպատակային կառավարումը։ Այն իր բնույթով տեխնիկապես պարզ, սակայն ռազմավարական առումով առանցքային կարևորություն ունի մեր պետության պաշտպանական և տեխնոլոգիական ապագայի տեսանկյունից։ Հայաստանի Հանրապետությունը կանգնած է անվտանգային մարտահրավերների առջև և այս իրողության պայմաններում մեր պետության ռազմարտունաբերական կարողությունների զարգացումն ու ինքնաբավության մակարդակի բարձրացումը դարձել է խիստ անհրաժեշտություն։ Ռազմարտունաբերական ոլորտը մեր ազգային անվտանգության հիմնասյուներից մեկը պետք է լինի և դրա արդյունավետ զարգացման համար պետք է ապահովի համապատասխան օրենսդրական հենք։ Նախագծով ռազմարտունաբերական համալիրի մասին օրենքը լրացվում է նոր 4.1 գլխով, որը սահմանում է օրենսդրորեն ամրագրել լիազորություն կառավարության համար, որով նա կարող է որոշել պետական սեփականություն հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը տրամադրել ռազմարտունաբերական համալիրի սուբյեկտներին նոր արտադրատեսակների մշակման, արդիականացման, նորոգման կամ փորձարկումների նպատակով։ Նախագծով նաև սահմանում է, որ այդպիսի գործարքների իրականացումը կատարվի լիազորված մարմնի միջոցով կառավարության որոշման հիման վրա։ Սա կարևոր է գործընթացի վերահսկելիության ու թափանցիկության երաշխավորելու համար։ Այս կարգավորումը ոչ միայն անհրաժեշտ է ռազմարտունաբերության սահուն զարգացման համար, այլև կարող է խթանել գիտահետազոտական ու փորձակոնստրուկտորական գործունեությունը, նպաստել տեղական ինովացիաների զարգացմանը և միաժամանակ ստեղծել վերահսկելի մեխանիզմներ պետության կողմից սեփական ռեսուրսների գործառնական օգտագործման համար։ Ելնելով այս փոփոխության տրամաբանությունից ակնկալում ենք հետևյալ հիմնական արդյունքները. տեղական արտադրողների տեխնոլոգիական ազատության ընդլայնում, պետական ռեսուրսների նպատակային կիրառություն, նորարարության խթանում ռազմարտունաբերության ոլորտում, պաշտպանական անկախության աստիճանական խորացում։ Նախագիծը մշակվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ սերտ համագործակցությամբ և բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 21-26 թվականների ծրագրային դրույթներից, մասնավորապես ռազմարտունաբերական ներուժի զարգացում, արտադրական շղթայի ամբողջական ապահովում և տեղական հնարավորությունների ընդլայնում։ Նախագծի իրականացումը չի հանգեցնում բյուջետային ծախսերի ավելացման։ Հարգելի գործընկերներ, այս նախագիծը ոչ միայն տեխնիկական լրացում է, այլև համակարգային քայլ մեր ռազմարտունաբերության ներուժը լիարժեք օգտագործելու և զարգացման նոր փուլ մտնելու ուղղությամբ։ Կոչ եմ անում կողմ քվեարկել այս կարևոր նախագծին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն զեկույցի համար, հարցերի համար գրանցում։ Էդվարդ Աղաջանյան, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Սարգսյան, հարցս հետևյալն է, իսկ նախորդիվ այդ նմուշները ինչ կարգավորումների շրջանակներում էին փոխանցվում ռազմարտունաբերության համակարգի մեր գործընկերներին, այսինքն նախորդիվ տենց պրակտիկա ընդհանրապես չկար, թե կար, բայց կարգավորված չէր օրենքով։ Հենց այս նախագիծը դրա մասին է, որ մենք օրենսդրական հիմք ենք ստեղծում, որպեսզի կարողանանք տրամադրել մեր ռազմարտունաբերական ոլորտում գործունեություն ծավալող ընկերություններին։ Ունեք արձագանք։ Շնորհակալություն, հարցեր չկան այլևս, պարոն Սարգսյան։ Շնորհակալություն։ Ձեզ է շնորհակալություն, հարակից զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Հարգելի գործընկերներ, այսօր նաև պարոն Հայրապետյան